Դերեկ Պրինս, ամեն օր Աստծո հետ։ Աստվածաշնչյան 365 պատգամներ ամեն օրվա համար։ Հունվարի 11 Ամենակարողի պահպանությունը։ Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Սաղմոս 91-ը անվանվել է ատոմային դարաշրջանի սաղմոս։ Սա կատարյալ պահպանության սաղմոս է ցանկացած տեսակի չարիքից, վտանգից և հարվածից, անկախ այն բանից, թե որտեղից է գալիս և թե երբ։ Շատ քրիստոնյաներ այս հատվածը լավ գիտեն, սակայն եկեք մի պահ նայենք առաջին երկու համարներին։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Սաղմոս 91:1 Բնակվել բառը եբրայերենում բառացի նշանակում է անցկացնել գիշերը։ Սա մի բառ է, որը հաճախ օգտագործվում է գիշերն անցկացնելը նկարագրելու համար։ Այսպիսով սա մեզ ասում է, որ խավար ժամանակներում ճշմարիտ հավատացյալը ամենակարողի շողքի կամ պաշտպանության տակ կլինի։ Ուշադրություն դարձրեք երկրորդ համարին։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ Սա նախասենյակն է, նախամուտքը Սաղմոսի մնացած խոսքերի կատարյալ պաշտպանության մեջ։ Սա մեր վկայությունն է, ես կասեմ։ Եթե դուք չեք ասում դա, ապա այն չեք էլ ունենա։ Եվ որոշակի քաջություն է պահանջվում ասելու Սաղմոս 91-ի մնացած խոսքերը։ Սակայն միայն նրանք, ովքեր ասում են այս խոսքերը, ունեն սուրբ գրային իրավունք ապրելու դրանց մեջ։ Մեր վկայության խոսքն է, որ այս խոստումները արդյունավետ են դարձնում մեզ համար։ Շնորհակալություն Տեր Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյամբ հիմա ապրում եմ ամենակարող Աստծո պահպանության ներքո։ Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։